2025 թվականի հուլիսի 1-ից, ինչպես գիտենք, ընտանեկան գործերով հիմնական գործերի ցանկով, որ ընտանեկան վեճերով հանդիպումը պարտադիր հաշտարություն է մեկնարկում եւ դա հաշտարության զարգացման համար շատ կարևոր նշանակություն ունի, որովհետեւ հաշտարության ինստիտուտը 10 տարի առաջ երբ որ ներդրվել էր, այս 10 տարիների ընթացքում զգացվում էր պարտադիր հաշտարության կարիքը, որպեսզի այս գործիքը իրապես սկսի կիրառվել հենց ավալով, որով որ կարող է օգնել թե կողմերին վեճերը ավելի արագ եւ արդյունավետ լուծել, թե դատարաններին չծանրաբեռնել այն վեճերով, որոնցով հաշտության հավանականությունը մեծ է, եւ այդ տրամաբանության մեջ կարծում եմ շատ կարեւոր կետ է հասել հաշտարության ինստիտուտի զարգացումը, եւ ես նաեւ լիահույս եմ, որ եթե արդյունքները գոհացուցիչ լինեն, նաև ապագայում օրինակ աշխատանքային վեճերով եւս հաշտարությունը կարող է այն գործիքը լինել, որը որ թե թեթևացնի դատական համակարգը, թե նաև կողմերին կստիպի լուծումներ գտնել մինչ դատարան գնալը։ 2015 թվականից սկսած արդեն 10 տարի է Հայաստանում ներդրվել է հաշտարության ինստիտուտը, սակայն սույն թվականի հուլիսի 1-ից դառնում է պարտադիր ամուսնաընտանեկան վեճերով հաշտարարությունը։ Ինչու հենց ամուսնաընտանեկան վեճերով ընտրվեց կիրառել պարտադիր հաշտարարությունը, քանի որ ամուսնաընտանեկան վեճերով հիմնական զգալի մասը գերակշռում է էմոցիոնալ ֆոնը, եւ ամուսնաընտանեկան վեճերում շատ ավելի հնարավորություն ունենք հասնելու հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնության։ Ինքս նաև հանդիսանալով փաստաբան կարող եմ արձանագրել, որ հաշտարարությունը հիանալի ինստիտուտ է կողմերի միջև վեճերը հաշտությամբ լուծելու համար։